Գելդինգ Հրանտինքին աղջիկն եմ, Մարիկը Սալհոս է, մեզ համար իմաստունի, որ երկխոսությունը դեղի գունենա և դուք հոսեք։ Նախ շնորհակալություն հայտնելու զեցի թե ձեզ և կշնորհավորեմ Թուրքիայի կառավարությունը, որ այս երկխոսությունը կշարունակի։ Թյուրին չէ, բայց շատ կարևոր է, պատմական է և շատ ուրախ եմ, որ դուք նշեցիք ասիկա Թուրքիա-Հայաստան պետություններու հարաբերություն է։ Մենք թրացիներ ենք, երկու թրացի երկիրներ և այդպիսի ժամանակները կանցնենք, որ ամենքնից ավելի շատ կսկանք խաղաղությունը ինչքան կարևոր է և գիտենք, որ խնդիրները մեկ վայրկյանի մյուսը, մեկ րոպեի մյուսը չփոխվիր, բայց կարևորը այդ երկխոսությունը ունենալ է պետություններու միջև, երկու թրացիներու միջև և գրգին շնորհակալություն, որ աս աջակցությունը ունիք և ասոր կշարունակեք և ասիկա հավատալ կամ ոչ պետություններու պաշտոն ըլլալով կտեսնամ, թրացի պետություններու պաշտոն ըլլալով կտեսնամ, շնորհակալություն և կուզեմ խնդիրի մասին և առաջարկը բերել չեմ գիտեր ասիկա երկխոսություններու մեջ նյութ ըլլալով ունեցակ, բայց Թուրքիայի մեջ շատ հայաստանցի քաղաքացիներ կան, որոնք բավական խնդիրներու ենթակա են։ Ես 100% համաձայն եմ, որ հոստեղի հայ համայնքին խնդիրները մեր երկրին իբրև քաղաքացի, մեր պետության հետ մենք պետք է խոսենք։ Ես նշելու զեցի, որ հիմա կխոսիմ հայաստանցի քաղաքացիներուն խնդիրներուն մասին, նորածիններ կան, որ թուղթ չունին, հիվանդ կլան, բայց պետքեր ունին և միայն առաջարկն է, որ ունենալ consular office-ը կամ տեսփանական ներկայությունը աս երկխոսությունը հրաչ տանելու համար շատ լավ քայլ մգլար, կրկին բարի եկաք։ Շնորհակալ եմ շատ, հավատում եմ, որ այս այցը նաև կամ այն ինչ որ քիչ առաջ ասցի եւ այն process-ը, որ կա Հայաստան եւ այն երկխոսությունը, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջև ծավալվում է, հավատում եմ, որ նաև հրանդինքի պատկերացումները եւ ցանկությունները մեր երկրների միջև հարաբերությունների